Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում մեզ հյուրընկալվել է բլոգեր Անա Եգանյանը։ Ողջույն Անա ջան։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալվել ես մեզ։ Շնորհակալ եմ, որ ինձ հրավիրել եք։ Նախ խոսենք նրանից, թե ինչպես սկսվեց քո բլոգի գաղափարը։ Երբ որ ես փոքր էի դեռ ու YouTube ու այդպիսի բլոգերություն նոր էր սկսվում, բոլորին հետևում էի միշտ ու ինձ միշտ հետաքրքիր էր ու ասում էի մեծանամ, ես էլ եմ նկարելու, անգամ փորձեր էի անում, ինչ որ բաներ էի նկարում։ Հետո երբ որ սկսեցի տեղափոխվեցի Երևան, ես Վանաձորից եմ։ Վանաձորից տեղափոխվեցի Երևան ու չգիտեմ ոնց ստացվեց, մի օր ուղղակի ասեցի, լավ, ես սկսում եմ վիդեոներ նկարել, բայց մինչև դա փորձեր էի ունեցել, ուղղակի վիդեոներ էի, հագուստի համադրություններ էի նկարում, փոստում, չէր գնում, ջնջում էի։ Ու տենց երևի 4-5 TikTok էջեր եմ փակել, ջնջել, բացել, ու մի օր արդեն երբ որ տեղափոխվել էի Երևան, ասեցի, լավ, բացում եմ էջս ու սկսում եմ նորմալ նկարել։ Ու չգիտեմ իմ մեջ ինչ մոտիվացիա արթնացավ, ես ամեն օր 3 անգամ վիդեո էի նկարում ու 3 անգամ փոստում էի օրական ու այդպես սկսեց իմ բլոգերական աճը գնալ։ Անա, իսկ ինչպես որոշեցիր, որ պետք է տեղափոխվես եւ ինչ էր քեզ համար տեղափոխումը։ Վանաձորում սովորեցի, դպրոցս ավարտեցի ու քանի որ իմ ընտրած ուղղությամբ Վանաձորում կրթություն բարձրագույն չկար, որոշեցի, որ պետքա տեղափոխվեմ, չնայած դեռ 9-րդ դասարանից ասում էի, որ պետքա սովորեմ Գեղարվեստի ակադեմիայում, հագուստի մոդելավորում բաժնում։ Այդպես տեղափոխվեցի, իրականում սկզբում բարդ էր, երբ որ հայրիկս, մայրիկս ինձ բերեցին, տեղավորեցին ու դուռը հետևից սիրուն փակեցին, գնացին։ Ես հասկացա, որ մի քիչ վախենալու է, չնայած ես ապրում եմ իմ քույրիկի հետ, մեծ քույրիկիս, ինչ որ չափով ինքը իմ համար մամա է դարձել նաև ու սկսվեց իմ ինքնուրույն կյանքը, սկսվեց իմ աշխատանքը, փորձում էի ինձ գտնել ու այս 4 տարիների ուսումնական 4 տարիների ընթացքում ես փորձեցի ինձ գտնել ու ինձ թվում է հաջողվեց ու վերջին տարուն միանգամից ինձ գտա, բայց շատ դժվար է եղել ու տարիների ընթացքում, երբ որ արդեն սովորում ես ինքնուրույն լինելուն, ամեն ինչ գնում է դեպի հեշտին ու հիմա ես շատ շնորհակալ եմ, որ ես տեղափոխվել եմ, սովորել եմ ինքնուրույն լինել, իմ հարցերը ինքս լուծել, իմ գումարը ինքս վաստակել ու իմ համար հիմա շատ լավ էտապ է։ Բայց կա մի այսպիսի հիմնականում գաղափար, որ երբ որ մարդիկ տեղափոխվում են եւ գալիս են Երևան սովորելու նպատակով, բավականին շատ բաներ փոխվում է իրենց մոտ, այսինքն շատերին թվում է, որ մարդը կարող է լինել մի բնավորությամբ, բայց գալ, տեսնել այստեղ շատ հնարավորություններ եւ փոխվել։ Արդյոք քո վրա ինչ որ ազդեցություն ունեցավ այդ փոփոխությունները եւ եթե այո, ինչպիսի ազդեցություն ունեցավ։ Ինձ թվում է ես տեղափոխվելուց հետո դարձա ավելի ուժեղ, ավելի ինքնուրույն, փորձում եմ իմ հարցերը ինքս լուծել, նոր ընկերներ, նոր շրջապատ, բնական է, ինչ որ հատվածում ինչ որ բաներ փոխվում են, բայց որ ասեմ կատեգորիկ Անան փոխվել է, Անան չի փոխվել, Անան ուղղակի մի փոքր արդեն ուժեղ է, ավելի ուժեղ։ Իսկ ինչպես ընդունեցին հիմնականում ընտանիքի անդամները, մտերիմների շրջապատը եւ իհարկե Վանաձորում ինչպես էին ընդունում քո բլոգերության սկսելուն։ Իրականում ես ոչ մեկի շատ ռանդոմ է եկել այդ իդեան, որ ես պետքա լինեմ բլոգեր ու ես ուղղակի սկսել եմ վիդեոներ նկարել, ոչ մեկի չեմ ասել, ուղղակի էջս բացել եմ ու սկսել եմ նկարել ու այնպիսի ֆորմատ էի մտածել, որ Հայաստանում դեռ չկար ու բավականին ակտիվ էր լինում ակտիվությունս ու մի օր մամաս զանգում է, ասում է, «Բոլես, ինձ ասում են, որ քեզ տեսել են TikTok-ում, այդ ինչ ես անում, նենց հետաքրքիր», ասում եմ, «Հա, մամ, արդեն ժամանակն է, որ դու քաշես TikTok ու տեսնես, թե ես այդ ինչ եմ անում»։ Մի խոսքով մամաս տենց է իմանում, ցույց տալիս արդեն պապայիս, մի խոսքով բոլորը շատ դրական ու իմ ծնողները միշտ ինձ աջակցել են, նույնն էլ քույրիկս, ինքն էլ պատահական ասում է, այսօր քեզ TikTok-ում եմ տեսել, ասում եմ, հա, շատ ես դեռ տեսնելու եւ այլն։ Մի խոսքով բոլորը շատ աջակցում են ինձ ու չունեմ ինչ-որ բացասական կետ, թե ընտանիքի, թե բարեկամներ, թե ընկերներ, միայն աջակցություն եմ ստացել։ Ինչքան էլ որ մտերիմների շրջապատը մեզ աջակցում է, միշտ լինում է վախ բոլորի մոտ, երբ որ մուտք ես գործում մի հարթակ, մանավանդ երբ որ գիտես, որ շատ տարբեր կարծիքների ես արժանանալու, ինչպիսի
կարելի ասել տրամադրվածություն կար քեզ համար այդ կարծիքների վերաբերյալ եւ արդյոք եղել են բացասական կարծիքներ եւ ինչպես են դրանք ազդում քեզ վրա։ Իրականում ես չգիտեի, որ լինելու ինչ որ հեյթից, ուղղակի իմ համար ինչ որ մի հատ աղջիկ բացել է, սկսել է ամեն ինչ նկարել, ուրախ զվարթ, հետո գալիս է մի պահ, այն ժամանակ իմ ոճը մի քիչ տարբերվում էր, մի քիչ շատ էր տարբերվում, ես գրում էի իմ պապիկի, հայրիկի, զգեստապահարանից մեծ պիջակներ, ինչ որ բաճկոններ ու բոլորի համար դա ինչ որ էքստրա բան էր ու շատ լայն էր այդ ամեն ինչը, ես սիրում էի շերտեր ավելացնել, մի խոսքով շատ էքստրա տեսք էի տալիս իմ հագուստներին ու այդ ամեն ինչը ցուցադրում էի համացանցում ու բնականաբար այդ ժամանակ հատկապես մոտավորապես 5 տարի առաջ դա այդքան էլ տարածված չէր կոնկրետ այդ ոճը եւ այլն ու բոլորը գրում էին այ անճաշակ, էս ինչ ես հագել, տենց լավ չի, չգիտեմ, իմ պապիկից արի վերցրա, տենց չգիտեմ, մի խոսքով բավականին շատ էի ստանում, բայց ոնց որ ինձ այդքան հետաքրքիր չլիներ, ես իմ գործն էի անում, արդյունքը տեսնում էի ու հատկապես երբ որ ընտանիքդ, ընկերներդ ու քո ընդհանուր շրջապատը քեզ շատ աջակցում է, դու արդեն կոպիտ ասած թքած ես ունենում, թե ինչ են գրում։ Իհարկե բաներ կար, որ ինձ շատ էր նեղացնում, ընկերներս ասում էի, տեսեք, ինձ ինչ գրեցին, ընկերներս մտնում էին, իրանց էին պատասխանում, մի խոսքով աջակցությունը շատ մեծ է եղել, ու ես չեմ հասցրել ինչ որ չափով նեղվել, մտածել, վայ, ինչ ինձ գրեցին, քանի որ իմ աջակցությունը իրոք շատ մեծ է եղել։ Այսօր բավականին սոցիալական հարթակների տրանսֆորմացիան արագ է տեղի ունենում եւ հիմնականում շատերը դժգոհում են մանավանդ TikTok-ում տեղի ունեցող գործընթացներից, որ կոնտենտը փոխվում է եւ մարդիկ այլևս չեն ցանկանում օրինակ իրենց հոլովակները այդտեղ տեղադրել, ինչպես է վերաբերվում ընդհանրապես այս հարթակներին եւ ըստ քեզ ինչ փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի մարդը, ով որ ուզում է հանգիստ զբաղվել բլոգինգով, չվախենա հարթակների կարելի ասել այդ մարդկանցից, ֆեյքերից, որ հանգիստ կարողանում են տարբեր օրինակ կոմենտներ թողնել։ Ինչ պետք է անենք, որպեսզի այս հարթակների խնդիրը մի քիչ կարգավորվի։ Իրականում ես փորձ եմ ունեցել իմ TikTok-ը ջնջելու, որտեղ ունեի 20,000 եւ ավել հետևորդ, ուղղակի արդեն հոգնել էի այդ հարթակից, թե մեկնաբանություններից, թե այդ կուտակվող հեյթից, ու ասացի լավ էլ չեմ անում, ու բավականին մոտավորապես երևի 7-8 ամիս ոչ մի բան չէի post-ում այնտեղ կամ շատ քիչ հետո հասկացա, որ ամեն դեպքում TikTok-ը ինձ պետքա ջնջեցի իմ ակաունտը հենց այդ 20,000-անոց հետևորդներով ու նոր բացեցի ու նոր կոնտենտ սկսեցի անել իրականում ինձ միշտ դուր չի եկել այն ինչ ես եմ նկարում, որովհետև ես միշտ ուզեցել եմ ավելի էսթետիկ, ավելի հետաքրքիր, բայց Հայաստանում դա չեն նայում ուղղակի։ Բայց պետք չի հուսահատվել, փորձել եմ իմ ոճի մեջ թեկուզ էսթետիկը ինչ որ չափով պահելով տամ Հայաստանին համապատասխան կոնտենտ, որը մարդիկ իրոք սիրում են ու իրոք դա է իրենց դուր գալի, խորհուրդ եմ տալի չվախենալ ընդհանրապես, որովհետև երբ որ քեզ ինչ որ մարդ գրում է, ուրեմն ինքը ունի այդ խնդիրը, ինքը ինչ քեզ գրում է, եթե դու ուղղակի պետքա չկենտրոնանաս այդ ամեն ինչի վրա, մտածես, որ քո աճը սենց թե նենց գնում է ու աչք փակես այդ ամեն ինչի վրա, որովհետև հաջողակ ամեն ինչի հասած մեծ հաջողություններով մարդիկ չեն նստի ու քեզ չեն քննադատի քո արած վիդեոների համար, այնպես որ պետք չի բացարձակապես վախենալ, ուղղակի պետքա անել ու ստաբիլ շատ անել։ Կհիշես այն հոլովակը, որ գցել ես ու հենց դրանից մարդիկ քեզ ճանաչում են, իմիջիայլոց այս թրենդել է այսօր շատ տարածված, որ այն հոլովակը, որտեղից ինձ մարդիկ իմացան։ Էլի եմ ասում, քանի որ ես սկսել եմ մի հատ ռուբրիկայից, Ամերիկայում էր շատ ու ես ամեն օր նստում, սպասում եմ երբ այդ բլոգերը գցելու, որ ես այդ ռուբրիկան էլի նայեմ ու ես էլ անեմ մի օր ու ասում եմ, բայց լավ, անեմ, դա ինչ էր, այդ աղջիկը վերցնում էր իր երկու հագուստը, ասում էր, սա հագնեմ, թե սա, շպրտում էր, ասում էր, սա, նաև խոսքեր տալիս հետևորդներին, իսկ դուք որը կընտրեիք, ու սկսեցի առաջի անգամ խոսել, ասել ողջույն, ու այդ ողջույնն էլ շատ կապեց ինձ ու իմ հետևորդներին, ու սկսում եմ այսօր գնում եմ համալսարան, եկեք միասին համադրենք, մի խոսքով get ready ֆորմատը, get ready with me ֆորմատը, ինձ թվում է ես եմ բերել Հայաստան, հենց ձայնով, այդպես առօրյա կերպով նկարելու ու այդտեղից մի անգամից սկզբում 20, 30, 40, հետո 100 ու այդպես սկսեց իմ ակտիվը բարձրանալ, դիտումները բարձրանալ ու ինձ թվում է հենց այդ ֆորմատն էլ ինձ բերեց ինչ-որ կետի։
Երբ որ քո ակտիվությունը մեծանում է եւ բնականաբար մարդիկ քեզ սկսում են ավելի շատ ճանաչել, դու դառնում ես, այսպես ասած, հանրային անձ, ինչպիսի փոփոխություններ դա քեզ համար, երբ որ օրինակ այն վայրում, որտեղ դու սովորում ես, արդեն քեզ ճանաչում են որպես սոցիալական հարթակներում ակտիվություն դրսևորած անձի, դա ինչպիսի ազդեցություն է ունեցել քեզ համար։ Իրականում ես մենակ սենց շպիտներ եմ տեսնում կողքով քայլելուց եւ այլն ու դա ինձ մենակ տալիս է մոտիվացիա, օրինակ պահեր է լինում, որ ես ասում եմ չեմ ուզում էլ նկարեմ, հոգնել եմ, լավ հետո կանեմ այս գործը, հենց ինչ որ մեկը մոտենում է, ասում է, որ իմ հետևորդն է, նկարվում են կամ ինչ որ թեկուզ մեկնաբանություն, նամակ, որ այսօր ձեզ եմ տեսել, դա ինձ մոտիվացիան միանգամից արթնանում է, ասում եմ ես պետք է անեմ, ես դեռ անելու շատ բան ունեմ, պետք չի թե վերեցալած նստել, որպես փոփոխություն ինձ դա դուր է գալիս, ինձ այդ ուշադրությունը, այդ ժպիտները, այդ ամեն ինչ շատ-շատ է դուր գալիս ու ես մենակ ուրախանում եմ, որպես փոփոխություն անձի նկատմամբ կամ այլ ընդհանրապես չեմ տեսնում, ուղղակի մոտիվացիայի բարձրացում։ Իսկ ընդհանրապես սովորել եւ հիմնականում նաեւ որոշակիորեն արդեն աշխատել քո կարիերայի զարգացման վրա, իրար հետ ինչպես ես դու կարողացել համադրել, կարելի է ասել, հասցնել եւ ինչ է քեզ տվել ուսման տարիները։ Իրականում ես շատ մեծ մոտիվացիայով ընդունվել եմ համալսարան, առաջի ու երկրորդ կուրսի կեսերում հիասթափվել եմ շատ ուժեղ իմ մասնագիտությունից ու իմ համալսարանից ու որոշել եմ ուղղակի կողք դնել այդ ամենը ու անցնել իմ գործին, որովհետև այնտեղ գոնե ինձ գնահատում են ու ուղղակի թեթև հասցնելով դասերը, այսինքն գցել էի ականջի հետև ու խորացել էի շատ իմ կարիերայի վրա, իմ աշխատանքի, իմ բրենդի, ընդհանուր իմ անձի վրա էի խորացել ու ինձ թվում է դա իմ ամենաճիշտ որոշումներից մեկն էր։ Համալսարանը շատ բան է իմ կյանքում փոխել, սկսած տեղափոխվելուց ինքը շանս տվեց ինձ, որ ես գամ Երևան ու սկսեմ իմ գործունեությունը։ Ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ, որ մինչև օրս ես իրենց հետ շփվում եմ ու շատ ինքնուրույն եմ դարձել, այսինքն տեղափոխվելու պահից մինչև ավարտելու պահը համալսարանը ինձ ոտքի է կանգնացրել, բայց ոչ գիտելիքի առումով, այլ ինքնուրույնության։ Անա, բայց հիասթափությունը ավելի շատ ինչի վրա է հիմնված, այսինքն հագուստի մոդելավորման ոլորտում ըստ քեզ, ինչպիսի գիտելիքներ պետք է մատուցի կրթօջախը եւ որոնք են այն բացերը, որ մենք այսօր ունենք Հայաստանում։ Իրականում ինչից եմ կոնկրետ ես հիասթափվել, երբ որ անդադ լսում ես քո հասցեին բացասականը, երբ որ անում ես բավականին շատ ու ստանում ես ուղղակի ոչ մի պատասխան, անգամ ապրեսի չես արժանանում, դա ինձ շատ է հետ տանում, որ ես չուզեմ էլ դա անեմ ընդհանրապես, դա իմ հիասթափության ամենամեծ պատճառներից էր, ինչ որ կոնֆլիկտներ, չգիտեմ, առարկաներ, որ ինձ բացարձակապես դուր չի գալիս, անդադ այդ նույնն ենք անցնում, բայց դա շատ անհատական է, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, կուրսում եղել են երեխաներ, որ իդեալական սովորել են, իրենք էլ են ինչ որ հաջողությունների հասել, ուղղակի իմ ուղին չէր։ Ես ավելի շուտ հիասթափվեցի ու հասկացա, որ այս բանին սա ինձ պետք չի, ես ավելի լավ խորանամ ինձ վրա։ Նաև խոսենք նրա մասին, թե ինչպիսի հնարավորություն է տվել բլոգը հենց քեզ արդեն ֆինանսական առումով, արդյոք եղան համագործակցության առաջարկներ եւ եթե կհիշես, որն է այն համագործակցության առաջարկը, որ քեզ համար բավականին անակնկալի էր կամ այսպես ասած շոկային է եղել, որ ստացել ես։ Իրականում, երբ որ ես սկսել էի նոր վարել իմ բլոգը, ու ունեի գրեթե 3000 հետևորդ ու չէի պատկերացնում, որ դա կարա ինձ ինչ-որ ֆինանսներ բերի, ես ուղղակի իմ գործն եմ անում ու ինձ գրում են, որ ուզում են ինձ գովաստ պատվիրեն, ես գովաստ, ես ընդամենը 3000 հետևորդն եմ, մի խոսքով ու իմ հայրիկի հետ ես շատ եմ բանակցում, որտեղ եմ ինչպես անեմ, ոնց անեմ, իմ հայրիկը ասում է ինչ որ X գումար, ես ուն չէ, ես ունեմ ընդամենը 3000 հետևորդ ու այդ աղջկան ասում ես կանեմ գովաստ 3000 դրամով։ Մի խոսքով իմ առաջին գովաստը այդպես է եղել, ասենց շատ ես միշտ մտածել եմ, որ գումար եմ վերցնում, բայց կարող է ես հանկարծ չտամ այդ արդյունքը, ինձնից հիասթափվեն։ Մի խոսքով շատ մտածմունքներ ա եղնում գովաստ վերցնելու պահին, բայց հիմա արդեն բավականին լրջորեն եմ մոտենում այդ ամեն ինչին, ֆիլտրում եմ շատ գովազդը, իմ էջում շատ քիչ կա գովազդ,
Ամենահիշվողը կոնկրետ հենց իմ առաջին գովազդն էր, որ իմ կարծիքը, իմ հանդեպ վստահությունը եղել է ու ինձնից գովազդ են վերցրել։ Նաև մի այսպիսի վախը, որը հիմնականում միայն քեզ մոտ չէ, այլ բոլորի մոտ ինձ թվում է այդ գործունեությունը ծավալող կա, արդյոք այն մարդը, ով որ օրինակ գովազդ է ներկայացնում, հիմնականում իր մեղավորությունն ունենում է, եթե օրինակ արդյունք չի լինում, չէ՞ որ ավելի շատ ապրանքը պետք է օրինակ որոշակի հետաքրքրություն առաջացնի, որ մարդիկ օրինակ մուտք գործեն այդ էջ։ Ինձ թվում է դա գովազդատուներից էլ է գալիս, քանի որ ես էլ եմ ունեցել գովազդ, որը իմ կարծիքով ընդհանրապես արդյունք չի բերել, որովհետև ընդհանրապես համապատասխան չէր իմ կոնտենտին, իմ ընդհանուր էջին, իմ ֆորմատներին, ոչ մի բանով համապատասխան չէր, ուղղակի իրանց բրենդի համար նախատեսված գովազդ էր, որը իրենց անհրաժեշտ էր, ես դա ուղղակի արեցի, բայց համ էլ իմ համար էր նոր փորձ, շատ որակով, հետաքրքիր, բայց հասկացա, որ դա ընդհանրապես իմ աուդիտորիայի համար չի, ու այդ գովազդը կարծում եմ չի աշխատել, իմ համար ամենայն դեպս չի աշխատել։ Ինձ թվում է նաև գովազդատուից է, երբ որ պարտավորվածություն ես զգում, որ պետքա հենց իրանց ասածով անես, պետքա ինձ թվում է փոխվստահություն լինի, թե բլոգերի, թե գործընկերոջ կողմից, ու երբ որ վստահում են բլոգերին լիովին, արդյունքը հաստատ լինում է, որտեվ բլոգերը ավելի լավ գիտի իր աուդիտորիան ինչ է սիրում նայել, կոնկրետ հենց իրենից։ Նաև խոսեցինք ոճային փոփոխություններից մասին, որը ունեցել ես, արդյոք չկա վախը, երբ որ օրինակ ներկայացնում ես որևէ ոճ կամ որևէ հագուստ, որ կարող է մարդկանց համար սխալ ընկալվել, որովհետև այսօր տեսնում ենք, որ հիմնականում այն ինչ դառնում է թրենդային, շատերի համար այդքան էլ նորաոճ չէ, նաև կա տենդենց, որ հին թրենդները նորամուծություն են դառնում եւ մարդիկ կրկին սկսում են կրել։ Ինչ կարող ես ասել սրա վերաբերյալ։ Իմ ոճը բավականին փոխվել է, ես հագնում էի շատ oversize, շատ մեծ, ինչպես նշեցի, հայրիկիս, պապիկիս հագուստները, բայց հետո եկավ մի պահ, որ ես հոգնեցի այդ ամենից ու որոշեցի իմ ոճը տեղափոխել ավելի էլեգանտ, կանացի, ընդգրկող քիփ հագուստներով փոխարինել, իրականում ու իմ զգեստապահարանը գույնազրկվեց, ամբողջությամբ դարձավ սև։ Իմ աուդիտորիայի համար դա էլ է շատ տարօրինակ, մինչև այսօր ես տալու եմ մեկնաբանություններ, չեմ հասկանում դու ուրիշ գույն չես կարողանում հագնել, ինչի ես սև հագնում, մաշկից գույնին էլ են կպնում, դու էլ ես սև, ինչի ես հագուստներդ սև կրում, բայց թե ինձ դուր է գալիս, նաև շատ նամակներ եմ ստանում, որ ասում են քո հին ոճը այնքան լավն էր, ինչի փոխեցիր, բայց ինձ թվում է մեծանալու տարիքի հետ մեկտեղ նաև փոխվում է մարդու ոճը ու դա նորմալ է, որպես այդպիսին թրենդներ եւ այլն ինձ այդքան հետաքրքիր չեն, այսինքն ինչ լինում է պոդիումի վրա, հետաքրքիր է, միշտ ուսումնասիրում եմ, որ լինես ակտուալ միշտ, բայց չեմ վերցնում ամեն ինչ, ես ուղղակի շարժվում եմ այն մտքով, ինչը ինձ է դուր գալիս, ինչ ինձ հաճույք է պատճառում, ես դա էլ անում եմ։ Ու հիմնականում իմ հագուստները ես եմ կարում դերձակիս հետ միասին, ոչ թե խանութներից եմ գնում, որտեղ ինձ ոչ մի բան այլ դուր չի գալիս։ Նաև եթե խոսում ենք գունային երանգների մասին, հիմնականում ասում են, որ գունային երանգները բնորոշում են մարդու ընդհանրապես տեսակը, հոգեվիճակը, արդյոք կարող ենք ասել, որ սև գույնը, որը ընտրել ես, որոշակիորեն կարող ենք նույնականացնել քեզ հետ։ Ինձ թվում է բացարձակ նման չենք ես ու սևը, անգամ ես սև գույնը չէի սիրում, կատաստրոֆիկ իմ համար դա շատ վատ գույն էր, տխրություն հիշացնող, բայց հիմա ուղղակի ինձ թվում է հագուստի մեջ դա ինձ ավելի ասազում, քան օրինակ վարդագույնը։ Բայց ընդհանրապես իմ բնավորության, իմ էներգիային ընդհանրապես բնորոշ չի սևը, ինձ ճանաչողները, իմ հետ շփվողները գիտեն, որ ես շատ ուրախ, չգիտեմ, էներգետիկ մարդ եմ ու սևը կարծում եմ ընդհանրապես ինձ բնորոշ չի։ Ուղղակի որպես հագուստի մեջ էլեմենտ ինձ շատ է դուր գալիս։ Նաև խոսեցիր, որ մաշկի գույնին կարող են ինչ-որ մի բան ասել և ընդհանրապես շատ բացասական կողմ ունի, հայտնի լինելը նաև որոշակի, որ դու ժամանակի ընթացքում կարող ես ենթարկվել քննադատության, որը կարող է ազդել օրինակ քո ինքնագնահատականի վրա, արդյոք եղել է, երբ որ ինչ-որ բացասական արձագանք կամ դու ինքդ ես սկսել ավելի շատ կենտրոնանալ դրա վրա, որ քո արտաքինի մեջ ինչ-որ մի բան քեզ դուր չի եկել։ Կոմպլեքսներ փորձել են վերցնել, բայց էլի եմ ասում իմ շրջապատը ինձ դրանից հետ է պահել, ես միշտ այն ինչ ինձ նեղացնում է, արկում եմ իմ ընկերին, ասում եմ, չէ, դա տենց չի, ուղղակի տենց են մտածել, տենց են գրել մաշկի գույնի հետ, ես մտածում եմ, ինչ չի անի մաշկի հետ, ես մի փոքր թուխեմ, համեմատած մնացածի, բայց ինձ դա դուր է գալիս։
ոչ մի կոմպլեքս դա իմ մեջ չի արթնացնում, շատ կպնում են իմ քիթիկին, չգիտեմ, ատամներիս, բայց ընդհանրապես ու ոչին, հիմնական մասը նաև ոչն է կազմում, բայց ընդհանրապես ոչ մի կոմպլեքս դա իմ մեջ չի առաջացնում, քանի որ ստանում եմ էլի այդ աջակցությունը ու հասկանում եմ, որ այդ ամեն ինչը ինչ որ բացասական էներգիա, որը պետք չի թողնել գա իմ կյանք։ Բայց եթե անկեղծ խոսենք, արդյոք եղել է դեպք, երբ որ ցանկացել ես որևէ միջամտություն անել, ինչ որ փոփոխություններ անել քեզ վրա։ Ես շատ եմ վախենում այդ ամեն ինչից, ու ինձ թվում անգամ եթե ես հոգով, սրտով շատ ուզենամ ինչ որ մի բան փոխել, ես ուղղակի վախից դա չեմ անի։ Բայց միտք էլ չի եղել, որ ինչ որ մի բանից դուր չի գալիս, ես գնամ փոխեմ, վիրահատեմ, ներարկեմ, որ ինձ ավելի դուր գա, չէ, ես ինձ ընդունում եմ այնպես, ինչպես բնությունը ինձ ստեղծել է։ Խոսենք նաև քո բլոգի յուրահատկության մասին, դու հիմնականում նաև օգտագործում ես էմոջիներ, որոնք քեզ նույնականացնում են եւ ունես քո էմոջին, այլ մոլորակայինի տեսքով էմոջին, որը միշտ օգտագործում ես, ինչով է դա պայմանավորված, ինչու ես հենց դա ընտրել։ Իրականում երբ փոքր էի, մոտավորապես 5-6 դասարան, ինձ ուղղակի հետաքրքրում էր այլ մոլորակայինների պատմությունները, ինչ որ առեղծվածներ էի նայում, հոդվածներ էի կարդում, արդյոք իրանք ռեալ են եւ այլն, ուղղակի հետաքրքրություն ա մեջ ես մտել ու շատերի մոտ արդեն իսկ, օրինակ դաս ընկերներիս, չգիտեմ, ընկերներիս, բարեկամներիս մոտ արդեն կար այդ կապվածությունը իմ ու այլ մոլորակայինների մեջ, նաեւ երբ որ 15 տարեկան փոքրիկ ստարտափ բացեցի, անունը դրել էի Անայե, իմ անունազգանունից ենթադրելով, հետո ասացի լավ, մի հատ նայեմ Google-ով նշանակությունը ու այնտեղ ցույց տվեց, որ Անայե նշանակում է alien god, այլ մոլորակայինների աստված, մենք հաստատ կապված ենք իրար հետ ու մինչև այսօր շատ մեծ ասոցիացիա է, թե Սևի, թե այլ մոլորակայինների հետ ու աշխատում եմ պահել այդ ասոցիացիան։ Դու ոչ միայն հիմնականում քո խոսքով եւ գրառումներով տարբերակվում ես, այլ նաև որոշակիորեն մատուցում ես կոնտենտ, որը հաճախ նաև կարող են օրինակ շատերը նմանակել կամ նույն կարելի ասել ուղղությունը ընտրել, արդյոք ինչ ես կարծում սրա վերաբերյալ, սա նորմալ է, երբ որ մարդիկ ընդօրինակում են, թե յուրաքանչյուր ոք պետք է ունենա իր ընտրած ուղին, իր յուրահատկություններով հանդերձ։ Ինձ թվում է ոլորտը պետք է ամեն դեպքում մնա նույնը, եթե ինձ նորաձևություն, fashion, այդ ամեն ինչից են ճանաչել, ես չեմ կարող գնամ ու խոհարարական կոնտենտ շարունակեմ, ամեն դեպքում ոլորտը պետք է մնա նույնը, բայց վիդեո իդեաները կարծում եմ մենք բոլորս ինչ որ տեղից վերցնում ենք, փոխանակում ենք, բայց պետք չի անել լրիվ նույնը, ինչ անում են օրինակ ուրիշները կամ ես։ Վերցնել իդեան, սարքել այն լրիվ ձերը ու արդեն փոխանցել աուդիտորիային։ Այդպես կարծում եմ ամենաճիշտն է։ Խոսենք նաև քո բրենդի մասին, ինչպես ծնվեց գաղափարը, ինչպես որոշեցիր, որ պետք է սկսես։ Իրականում ինքը շատ հին ծագում ունի, երբ որ ես 15 տարեկան էի, ինչպես նշեցի, ունեի ստարտափ, ունեի հեռախոս 5S iPhone, ու որը մի օր արթնանում եմ ու անջատվում եմ, ասում եմ մոտիկամ եմ պապայից, ասում եմ պապ, որ խնդրեմ ինձ նոր հեռախոս կառնես, չեմ հիշում սենց է եղել, թե ինչ-որ մի բան կարող է ուրիշ ձև լիներ, հայրիկս ասում են գնա ինքդ աշխատի, բայց կատակով, ես դա լուրջ եմ ընդունում, ասում եմ լավ, դե լավ կաշխատեմ, ու ընդամենը մի ամսում ինչ-որ իդեա եմ մտածում, այն ժամանակ շապիկների վրա նկարելը այդքան ակտուալ չէր, ու ես մոտավոր 8 տարի գնացել եմ նկարչության, այսինքն ձեռքս վառ էր, տիրապետում էի ամեն ինչին, ասում եմ լավ, ինչ անեմ, գտնում եմ մոտ 1500 դրամանոց շապիկներ, վերցնում եմ, գնում եմ ներկեր հատուկ հագուստի համար ու սկսում եմ նկարել, վերցնում եմ մի 4 տարբեր դիզայններ ու սկսում եմ edge բացել, ու քանի որ Վանաձորում եմ, այնտեղ բոլորին ճանաչում են, բոլորը ունեն ինչ-որ չափով շրջապատ եւ այլն, իմ edge-ը բավականին սկսում է ակտիվանալ։ Ու այդ ձևով ես մայիսին բացում եմ իմ edge-ը, հոկտեմբերի վերջ գնում եմ իմ հեռախոսը, այսինքն այդ պահին այդ ինքնուրույնությունը ինչ-որ սկսել սեփական գումար աշխատել, ինչ-որ նպատակ իրականացնելու համար, այդ ազարտը իմ մեջ սկսում է մտնել, ու ես ասում եմ լավ, քանի որ գիտելիքներ չունեի բիզնեսից, բացարձակ գաղափար չունեի, ոնց է դա աշխատում եւ այլն, ուղղակի էլ հետաքրքիր չէր, նպատակը արված էր, փակեցի էջս։ Բայց սկսեցի ուսումնասիրել շատ խորը բիզնես, կարդալ գրքեր, հետևել մարդկանց, ովքեր հաջողակ են այդ ոլորտում։ Ու եկավ մի պահ, որ ես սկսեցի կարել իմ համար կորսետ,
ու կորսետները, ինչպես գիտենք, շատ տարածված հագուստի դետալ չեն ու ամեն խանութում չես գտնի քո ընտրած կորսետը, ու սկսեցի տարածել իր մեջում ուղղակի, որ տեսեք, մի կորսետ եմ կարել, շալվարից ստացել եմ այսպիսի կորսետ, ու բոլորը հարցրեցին որտեղից, մենք էլ ենք ուզում, ասացի լավ, կաշխատեմ այդ ուղղությամբ, ու սկսեցի մտածել, մոտ 6 ամիս փորձել եմ իրականացնել այդ իդեան, ու վերջապես ստեղծվեց իմ բրենդը, որը հիմնված էր ուղղակի կորսետները վաճառելու վրա, քանի որ ինձ վրա տեսել են, պահանջարկը կար։ Բայց հետո ես այնքան սիրեցի ու լինեմ անկեղծ, առաջի ամիս, երբ որ էջը բացվեց, ամեն ինչ պատրաստ էր, շատ մեծ դժվարության հանգեցի, որ ուղիղ 1 ամիս, անգամ 1 նամակ չեմ ստացել, ինչ արժի կորսետը կամ ինչպես կարող եմ պատվեր գրանցել, ու ես հիշում եմ, ընկերոս ասում եմ, եթե 2 օր էլ այսպես շարունակվեց, ես այդ էջը փակում եմ, ինձ սա էլ պետք չի, շատ ուժեղ հիասթափվել էի, որ ընդհանրապես ակտիվություն չկա, չնայած որ հետևորդները աճում են, դիտումներ կան, լայքերը տեղում է, բայց պատվերներ չկան, միգուցե ես եմ ինչ-որ մի բան սխալ անում, բայց հետո սկսվեց բավականին արագ վաճառքները իրականանալ, բոլորին դուր գալ ու գրեթե մենք մի տարի ու կես կանք, երևի 2 բացասական կարծիքներ ենք ստացել, բայց դա էլ շատ արագ ուղղել ենք ու կարծում եմ այսքան ժամանակվա ընթացքում 2 բացասականը դա բավականին մեծ արդյունք է ցույց տալու, որ իրոք որակով է ամեն ինչ ու հիմա արդեն ունեմ լուրջ իդեաներ ծաղկացնելու բրենդը, մեծացնելու բրենդը ու հիմա ավելի շատ կարծում եմ, որ ես կենտրոնացած եմ կոնկրետ իմ բրենդի վրա, քան օրինակ իմ բլոգի։ Բլոգը գնացել է այս պահին հետ իմ պլան, բրենդը եկել է ամենաառաջնայինը։ Նաև որոշակիորեն, երբ որ ձևավորվում է սոցիալական կայունություն, ֆինանսական կայունություն, ինչ էր դա քեզ համար, որոշակիորեն ինքնուրույնանալը ինքը լավ դրական կողմեր ունի, բայց արդյոք քեզ միշտ դուր է գալիս, որ դու կարողանում ես ուժեղ լինել եւ քո խնդիրները կարողանաս լուծում տալ։ Երբ որ ես առաջին կուրսում էի, չի աշխատում, իմ հայրիկը այսպես ենք պայմանավորվել, որ շաբաթական ինձ կփոխանցի 5000-ից 10000 դրամ ու ես մի շաբաթվա ընթացքում դա կծախսեմ, բայց երբ որ արդեն նոր շրջապատ ես մտնում եւ այլն, ծախսերը շատանում են, ինչ որ սրճարաններ եւ այլն, ես հասկացա, որ այդ գումարը ինձ չի հերիքում, բայց ես չեմ էլ ուզում ասեմ, բապ ինձ մի քիչ էլ ավել դուր, էլի ավել դուր, ես ասեցի լավ, ինչ անեմ ու սկսեց բլոգը արդեն ինձ ֆինանսապես ապահովել, հետո բրենդի իդեան պլյուս տարբեր պրոյեկտներ եմ վերցնում եւ այլն ու այդպես քիչ-քիչ կայունանում եմ, ինձ շատ-շատ է դուր գալիս լինել կայուն իմ ոտքերի վրա, չնայած ընտանիքի աջակցությունը, միշտ խորհուրդներ, ամեն ինչ առաջինը ինչ որ մի բան լինում է, բապ մի հատ օգնի, sense բան եմ մտածել ու հայրիկը շատ գրագետ ինձ բացատրում է, ինչը ոնց պետք է անեմ, ուր պետք է դա ինձ տանի ու մի խոսքով, այսինքն դա միայն իմ հաջողությունը չի, դա իմ ընտանիքի հաջողությունն էլ է, որ ինձ դարձրել է այսպիսին դժվարություններ, խնդիրներ շատ չեն լինում, բայց ինձ դուր է գալիս դա լուծել ինքնուրույն, ինչն էլ չեմ կարողանում, դիմում եմ իմ մեծ քույրիկին, ինքը ինձ շատ է օգնում։ Անա հիմնականում ընտանիքը կարևոր դեր ունի անձի առաջխաղացման վրա, բայց բավականին մեծ ներդրում ունեն նաև ընկերները։ Արդյոք ընկերական շրջապատը քո հայտնի դառնալուց որոշակիորեն նաև զարգացումներ, հաջողություններ ունենալուց հետո ինչպես է փոփոխվել։ Շրջանակը հիմնականում լայնանում է, թե ավելի նեղանում է եւ մնում են ամենամտերիմները։ Իրականում ես ի սկզբանե չեմ ունեցել շատ մեծ շրջապատ ընկերների, քանի որ ինքս չեմ կարողանում վստահել շատ մարդկանց։ Ես ունեմ 4-ից 5 ընկերներ, որը մանկությունից մինչև այսօր ինձ հետ գալիս են ու իրանք տեսել են իմ Անա դառնալու փորձությունները ու միշտ իմ կողքին են, ցանկացած հարցում ինձ օգնում են, ամեն ինչ կարող են թողնել ու զբաղվել ինձնով, նույնն էլ ես եմ իրենց համար փորձում անել։ Ոչ պակասել են, ոչ ավելացել են, ես չեմ սիրում շատ մեծ շրջապատ, չեմ սիրում շատ մեծ հավաքույթներ եւ այլն, ես սիրում եմ իմ փոքրիկ շրջապատը, իմ իսկական ընկերներով ու իրենց աջակցությունն էլ է շատ մեծ ու կարծում եմ ընկեր ընտրելիս պետքա ընտրես արժեքներով, որ համապատասխանի քո արժեքներին ու իմ ընկերները հենց այդպիսին են։ Ես կարող եմ նայեմ իմ ընկերներին, տեսնեմ, որ իրանք ինչ-որ հաջողությունների են հասնում, ուրախանամ իրենց հաջողություններով, ես էլ դնեմ մեծ նպատակներ, որ մենք լինենք մի հարթության վրա, մի ուղղության վրա ու մեկս մեկին բրդելով առաջ ենք գնում ու կարծում եմ դա ամենաիդեալական տարբերակն է ընկերության։
Իսկ այս ոլորտում ըստ քեզ հնարավոր է ընկերություն լինի, թե այն մրցակցությունը, որ կա, միևնույնն է չի թողնում, որ օրինակ սովորական շփումը դա վերածվի ընկերության։ Բլոգինգի հետ կապված ընկերներ չունեմ, ունեմ ծանոթներ եւ այլն, բայց անձամբ ես չեմ շփվում, ինձ հեռու եմ պահում, չգիտեմ դե որքանով է ճիշտ եւ այլն, չնայած շատ կուզեմ նաեւ ընկերանալ, ինչու ոչ, բայց կարծում եմ իհարկե կան դեպքեր, որ ընկերությունը իրական է, բայց ես չեմ հավատում այս ոլորտի ընկերությանը, քանի որ ելի եմ ասում, չեմ սիրում ընկերանալ, մոտիկանալ, նոր շրջապատ ձեռք բերել, որովհետև ես ունեմ իմ ամենա կոմֆորտ անկյունը, չեմ ուզում այդտեղից դուրս գալ, բայց իհարկե ծանոթություններ, շրջապատ ձևավորելը պարտադիր պետք է։ Նաև քո հետևորդներին միշտ շատ է հետաքրքրում ընդհանրապես անձնական կյանքը քո եւ մի այսպիսի հարց, թե ինչպիսի մարդ պետք է լինի քո կողքին կամ ինչ հատկանիշներ պետք է ունենա, որ դու կարողանաս ընտրություն կատարել։ Ինձ թվում է իմ կյանքում աջակցությունը այնքան մեծ է, որ իր կողմից էլ պետք է ես տանամ այդ անդադար աջակցությունը, որ ես կարողանամ քայլ անել, գնամ, միասին աճենք ու պետք է ունենա շատ նպատակներ, լինի նպատակասլաց, որովհետև իմ կողքին ես միայն այդպիսի մարդ եմ պատկերացնում, լինի խելացի, ինքնուրույն, արդեն լրիվ կողմնորոշված, խոսքով ես շատ եմ նայում իմ հայրիկին ու կցանկանամ իմ կողքին էլ տեսնել իրա նման ինչ-որ մարդ, որը միշտ ամեն հարցի լուծում գիտի, ամեն հարցի պատասխան գիտի, միշտ օգնում է, միշտ աջակցում է, միշտ իմ կողքին է։ Եվ եթե ամփոփենք, ինչպիսի նորություններ կամ նպատակներ ես քո հետևորդներին, այսպես ասած, պատրաստում, որոնք կցանկանաս մեզ հետ կիսվել եւ բարձրաձայնել։ Փորձում եմ այս պահին իմ բրենդը մի փոքրիկ ռեբրենդինգ անել, տալ ավելի խորը իդեա իմ բրենդին, փորձում եմ նաև օֆլայն հարթակ բերել իմ բրենդը, չգիտեմ ինչքանով իմ մոտ կստացվի ու երբ կստացվի, բայց շատ եմ ուզում ու ինձ էլ են շատ պահանջում, որ այդ ամեն ինչ լինի օֆլայն, ապագայում հուսամ այդպիսի լուրեր կլսենք։ Հիմնականում նաև ուզում եմ շեշտը դնել նաև բլոգինգի վրա ու փորձել դա էլ աճացնել, տանել վերև ու իմ շատ սիրելի հետևորդներին ապահովել նոր, գեղեցիկ, լավ կոնտենտով։ Ինչպես ես քեզ պատկերացնում 10 տարի հետո։ Ես ունեմ vision board պատրաստած, հենց 10 տարի անց իմ կյանքը, այնտեղ ինչ-որ աներևակայելի բաներ է կատարվում, բոլորը անցնելուց միշտ ծաղում են ասում են, շատ աներևակայելի է, բայց կարծում եմ, որ ես էլի արժեք իմ ոտքերի վրա կանգնած եմ, իմ նպատակների 90%-ը կատարված է լինելու, ես երջանիկ եմ լինելու, հուսով եմ կունենամ իմ փոքրիկ շունիկին, որի մասին այդքան երազում եմ, չգիտեմ, շատ կայացածանա եմ պատկերացնում ու երջանիկ։ Դե ինչ Անան, շնորհակալ եմ նման հետաքրքիր զրույցի համար, վստահ եմ, որ 10 տարի հետո այդ աներևակայելի երազանքներդ անպայման կատարված են լինելու։ Շնորհակալ եմ այսպիսի հիասքանչ հարցազրույցի համար։ Ձեզ եւս շնորհակալ ենք սիրելի հետևորդներ, կհանդիպենք հաջորդ կիրակի։